Գյուղասերներ ջան, ուսամ լավ եք։ Առավոտը սկսում եմ բանջարանոց մտնելով ու այսօր տեսեք ինչ եմ նկատել, որ սպանախները արդեն երկրորդ տերևներն են գցում։ Ու տեսեք ոնց են աճել։ Դեռ ցանած գինձը դուրս չի եկել, բայց սպանախները այ տեսեք բարձրանում են։ Վաղ առավոտ սկսում եմ թռչուններին բաց թողնելով, ամեն բաց եմ թողել ու մտել եմ բանջարանոց այսօրվա աշխատանքս պլանավորելու համար, քանի որ 2 օր նկատում ենք, որ արդեն առավոտ գիշերը եղյամ է դնում ու որոշեցինք երեկ, որ պետքա կանաչ պամիդորները ամբողջը հավաքենք, որովհետև երբ արդեն եղյամ է դնում, տեսքից ընկնում է ու քչանում է, որպեսզի մեր բերքը այս տարվա չարչարանքը իզուր չանցնի, չփչանա, սկսելու ենք հավաքը արդեն ամբողջությամբ։ Եթե նախկինում հավաքում էինք միայն դեղնածները, արդեն սկսելու ենք հավաքել նաև կանաչները, որոշները գնալու են թթվի, իսկ որոշներն էլ պատվալ այնտեղ հասնելու համար։ Ու տեսեք ինչքան ահագին բերք ունենք այստեղ։ Բողկերը թեև քանակով քիչ են, բայց արդեն տեսեք ինչքան են բարձրացել, բայց այս վերջին ցանածը ժողովուրդ ջան, ինչա սովորական ռեդիսկա է դուրս եկել, սերմերը շփոթել եմ, մի փոքր էլ այստեղ քախանելու կա, սա քախանենք, ռեդիսկաներն արանքից կհանենք, արդեն կարծես թե ուտելու, իսկ սրանք սովորական բողկեր են, որոնք արդեն կհասունանան ու շաշնանան։ Այսօր չգիտեմ ինչքան կհասցնենք կհավաքենք այս պամիդորներից, բայց արդեն սկսելու ենք պամիդորները հավաքելուց զատ նաև թփերը հանել ու թափել, որովհետև ինչպես տեսնում եք, այստեղ արդեն սկսել է մոլախոտերը աճել, իսկ դա լավ չի, պետք է արդեն սկսենք մաքրման աշխատանքները հողամասի։ Բանջարանոցի վերջին գործը, որ մինչև ուշ հաշուն ձյունը գալ պետք է անենք, դա դդումները հավաքելն է։ Դդումների հավաքման հարցում չենք շտապում, որովհետև իրենք պետք է դեռ երկար հասնեն թփի վրա, որպեսզի քաղցր լինեն։ Իհարկե նաև կաղամների հարցում չենք շտապում, որովհետև իրենք հիմա նոր սկսել են արդեն գլուխներ ձևավորել։ Տեսեք ինչ խոշոր գլուխներ են տվել։ Ճիշտ է, որդերը այս տարի էլի վնաս տվեցին, բայց մի ահագին էս արանքներից հանել օգտագործել ենք, իսկ որոշներն էլ կհանենք։ Սա մեր ամառվա եւ աշնանվա ընթացքի կաղամներն են, իսկ ձմռան համար միանշանակ արդեն կգնենք առողջ խոշոր կաղամներ, որոնք կդիմանան ձմռան ընթացքում։ Այս ընթացքում էլ իհարկե տերևներով կերակրում ենք մեր թռչուններին։ Մյուս տարի անպայման նորից կցանենք, որովհետև դա օգուտ է մեր թռչուններին։ Սրանց կերակրենք։ Սրանց առավոտ շուտ բաց եմ թողել, փողոցում լավ խոտածածկ տեղ կա, արածել են, բայց մի բան եմ ուզում ցույց տամ ժողովուրդ ջան, այ տեսեք ես հնդուշկի ոտքը ծռվել է, այն եղավ այն ինչից վախենում էի, մի 2 տարի է իմ հնդուշկեքիս մոտ, ճտերի մոտ այսպես լինում է, չգիտեմ սա թե գենետիկ գործոնն է, արդեն պետքա արյունը փոխել, թե կալցիումի պակասն է, թե ինչ,
գալիս է մի ժամանակ, երբ տեսեք իրենց ոտքը այսպես ծռվում է։ Սրան որևէ բուժում չկա, ուղղակի երևի պետքա արյունը փոխել, որովհետև երբ անընդհատ չես փոխում, այսպես խնդիրներ է առաջանում։ Միգուցե վիտամինների պակասից է, կալցիումի պակասից է, բայց նաև ես մտածում եմ, որ գենետիկ գործոնը կապ ունի, որովհետև այս ընթացքում ես իրենց լավ կերակրում եմ որակյալ կոմիկերով, բայց միևնույնն է, իրենք այսպես թույլ են ու շուտ են հիվանդանում, ու նաև սենց խնդիրներ է առաջանում։ Եվ տեսնում ենք ինչպես նաև իրենք այս ընթացքում այդքան էլ լավ չեն աճում ու նաև այս խնդիրը։ Սա իհարկե կարծում եմ ինքը պահելը իմաստ չունի, թեև չափերով փոքր է, բայց կարծում եմ չխրտմա կգնա չխրտմայի։ Պահելն անիմաստ է, որովհետև իսկ սրանք փորձենք այնպես անենք, որ նույն խնդիրը չկրկնվի։ Կերը տվեցինք, ջուրը տվեցինք, իսկ ես ուշանում եմ աշխատանքից, գնամ աշխատանքի գամ, շարունակենք։ Ես էլ պինդ փակենք, որ չբացվի։ Մնում են օրեր, գալիս տեսնում եմ, որ բացվել է ու իրանք դուրս են եկել։ Աշխատանքից հետո ես տանն եմ, ժողովուրդ ջան, ու այստեղ տեսնում եք արդեն դդմիկի թփերն էլ չորացան, արդեն հանելու, շպրտելու ժամանակն է։ Աստիճանաբար պետք է սկսենք բանջարանոցը մաքրելը, բայց այսօր հələ սկսում ենք պամիդորը, կանաչ պամիդոր հավաքելով։ Որոշեցինք թթու դնենք, տեսնենք ինչքան կհավաքվի, ըստ այդմ կորոշենք ինչ կանենք։ Սկսենք այս առուից։ Ու հավաքելու ենք բոլորը, ժողովուրդ ջան։ Աստիճանաբար իհարկե 2 ящик այսօր կհավաքեմ, տեսնեմ ինչքան է լինում, ու մնացածը եթե չհասցնեմ, կանեմ արդեն հաջորդ օրերին։ Թփերն էլ արդեն իմաստ չունի թողելը։ Թեև այսօր լավ արև էր, բայց գիշերները ցուրտ տանում արդեն։ Փչացածներն էլ մի կողմի վրա են գցում, որպեսզի արկղի մեջ չփչացնի մնացածին առողջներին։ Սա հավաքեմ առու, նոր հետո արդեն կսկսեմ թփերը հանել։ Օրական 1-2 թուփ էլ առու էլ հավաքենք, դա էլ ահագին գործ է։ Մոտ օրերս մինուս ջերմաստիճան է տրված արդեն, և թփերը պահելը իմաստ չունի, նոր գցած, ճիշտ է իրանց վրա ծաղիկներ էլ կան, բայց այդ ծաղիկները արդեն էլ պտուղ չեն դառնա։ Տեսեք, բոյբոյները հողին կպածը կերել են։ Մեծ հոգ չի, սրանք դնելու ենք մառանում ու կարմրելու են, կտրելու ենք, օգտագործենք։ Մեծ փոքր արդեն հավաքում եմ։ Թվում է, թե արդեն աշուն է, օղամասի գործերը պրծնում են ու գյուղացին հանգիստ պիտի
լինի, բայց այդպես չի։ Մենք դեռ պետք է հողը փխրեցնենք ու պատրաստենք մյուս տարվան։ Կամաց նաև սկսենք թռչուններին կերակրելը, որպեսզի արդեն սկսեն արդեն թառելը, հենց մուտն ընկնի։ Իսնեն գոնե հիմա ձուացել են, թե մի հատ ստեղ, մի հատ ստեղ, երկու ձու, օրական 2-3 հատ արդեն ածում են։ Աստիճանաբար սկսել եմ նաև ծեր հավերին կրճատել, այսինքն 2 հատ հավ ունեի այս գույնի, որոնք արդեն 5-6 տարեկան են ու իրանց պահելի իմաստ չունի, մեկին մորթել ենք, մեկն էլ շուտով արդեն մի քանի օրից կմորթենք ու մեկ էլ մի հատն էլ կարծեմ այս մեկն է, որ շատ մեծա տարիքով, մնացածը ջահել հավեր են։ Այս մի քանի թուփը, որ ավելի շատ է բռնել, ինքը տեսեք բարձր թփերը ու իրա վրա դեռ ահագին էլ կա, մի ահագին էլ կարմիր ենք հավաքել։ Դեն որ բոլորն ենք հավաքելու, ավելի հեշտ է, չենք նայում հասած չի։ Հաշում հանում ենք թփերի հետ էլ արդեն պետք չի զգուշ լինել, որովհետև հեսա շուտով, եթե այսօր էլ հասցնեմ մի քանի առու թուփեր կհանեմ, ու տեղը կազատեմ։ Կուզեի էլի թողեի թփերի վրա, բայց ժողովուրդ ջան, քանի որ արդեն ջերմաստիճանի իջեցում է կանխատեսվել, իմաստ չունի։ Այս առվի վրա, այս արանքներում դեռ ահագին կա, բայց արանքը փոքր է անցնելու համար, դրա համար ինչ եմ անում, այս ներքևից սկսեմ, ստեղի թփերը հանեմ, նոր անցնեմ արդեն վերևներին, տակից որ հանելով գնամ, ավելի հեշտ կլինի։ Լավ սպիտակ պամիդորներ են, իսկական թթվի համար, ժողովուրդ ջան։ Մեկ տնկելուց ենք ուրախանում, մեկ հանելուց, բայց լավ էր այս տարի, կարողացանք ճիշտ կազմակերպել ու ճիշտ ժամանակին ցանել ու բերք ստանալ։ Բերքն էլ արդեն տեսել եք տեսանյութերում, ինչքան առատ սիրուն պամիդորի բերք ենք հավաքել, տեսեք, այսինչ ճթերով, ու սրանք են թփերն են, որ մեզ ամբողջ տարին պամիդոր են տվել։ Այո, դե չացածներ էլ կան, բայց կլինի։ Այդ գյուղացին ինչ որ սերմ է գցում հողի մեջ, անպայման նաև թռչունների, վնասատուների բաժինն էլ է գցում։ Մեր վնասատուներն էլ այս տարի բոյբոյներն էին։ Այք։ Ճիշտ արեցի, որ այս տակից եմ սկսում, մեջտեղից սկսել մի քիչ սխալ որոշում է, ժողովուրդ ջան։
որտեղ արանքներով դժվար է շարժվելը ու մեկ էլ շատ կարևոր է սացիլները կապ կպելը, ժողովուրդ ջան։ Նայեք, չենք թողնում բերքը հողին կպչի ու սացիլները ուղիղ են կանգնում, պամիդորը այդպես ավելի լավ բերք է տալիս, որտեղ երբ փայտերի վրա ենք իրան անցկացնում, սացիլը ուղիղ է կանգնում ու կարողանում է սննդարար նյութերը հասցրել պտուղներին։ Իսկ եթե ընկնում է գետնի, նախ շուտ է հիվանդանում, իսկ հետո նաև հավաքելուց է դժվար լինում։ Պամիդորը հավաքելու զուգընթաց նաև ընթացքում երբ հոգնում եմ, գալիս եմ ես եգիպտացորենի տփեղն եմ փորձում մաքրել հողամասից ու դրան զուգընթաց նաև սրանով կերակրում եմ հորթերին։ Պիտի արդեն մաքրենք, որպեսզի այս տարածքում նախատեսում եմ այս տարվա սխտորը այստեղ ցանի։ Այս տարի ճիշտ է եգիպտացորենը բերք չտվեց, բայց ամեն տարի մենք համարյա ցանում ենք, սրանով հիմնականում հորթերին ենք կերակրում, այն ժամանակ որ ճագար ունեի, ճագարներին ենք տալիս, իսկ հիմա տալիս եմ հորթին ու չնայած միշտ չի որ բերք է տալիս, քանի որ չենք կարողանում ջրել, բայց այնուամենայնիվ ցանում ենք։ Իսկ հորթուկը ամեն օր ճիշտ ժամին սպասում է երբեմ իրեն եգիպտացորենի տերևներ բերելու։ Արդեն սենց չորացել է, պիտի ժամանակին իրան հավաքեինք, որպեսզի ավելի հաճույքով ուտեր մեր հորթը։ Տեսեք, արդեն այսքան հավաքեցինք մի քանի թփից, այս ներքևի երկու առուն ավելի շատ բերք են տվել։ Այսպես քաշում հանում եմ, կապած թելից հանում եմ ու սենց ավելի հեշտ է հավաքել։ Վերջ առաջին առուն արդեն բարձանք։ Թելերը կտրելու համար, բայց պիտի երևի մկրատ բերի։ Անցնենք երկրորդ առուն։ Սրանք ավելի խոշոր են։ Կապ կպելուց դժվարանում ենք, արձակելուց դժվարանում ենք։ Այս կարևորը բերքը տեղին եղավ ու մի փոքր չարչարվեցինք, բայց ոչինչ, հոգ չի։ Ամեն մարդ էլ իր աշխատանքը, իր մի կտոր հացը դժվարությամբ է վաստակում, մեկը մի քիչ հեշտ, մեկը մի քիչ դժվար, իսկ գյուղացու համար բնականաբար մի փոքր ավելի դժվար է։ Նայեք թփի երկարությանը, տեսեք ինչքան կա իր վրա, ընտիր բերք։
Շատ լավ է։ Ցենք հաջորդ թփին։ Փչացածները չենք գցում, որպեսզի եկել չնեխի մնացածին փչացնի։ Թփեր կան, որ իրա վրա մանր են, ոնց որ սա։ Հենց կարևորը վերք տվելն է։ Օրվա ընթացքում երբ արդեն աշխատանքից գալիս եմ, ժողովուրդ ջան, սա ասենց հեշտ է շարժելն էլի, մի քիչ առաջ եմ տալիս, իրանք ասենց հարածում են։ Այս վանդակը շատ թեթև է շարժելու համար ու ասենց բռնակներ եմ ավելացրել, որ շարժելու համար հարմար լինի։ Այսպես տանում եմ, իրանք տեսեք ոնց են հարածում։ Ինձ հողամասը նաև մաքրում ենք։ Իսկ սրանց ծվերը այսօր ոնց որ թե կորցրել եմ, ժողովուրդ ջան։ Չգիտեմ որտեղ են ածել, բայց ձենները լսել եմ, որ ածել են։ Հիմա հավանական տեղերում կնայեմ հասկանալու համար։ Դուրս են գալիս այս արանքներից ու դրսում են ածում։ Նոր սկսած ճտերն են, որոնք նոր են սկսել ծուացել ու երբեմն կորցնում են այդպես։ Սա գերի բնում մի հատ ձու գտա հավի, բայց սա մեծ հավի ձու է, չեմ կարծում, որ այդ ճտերը ածած կլինեն։ Չգտա, բայց մնում է վաղը նորից հետևեմ, տեսնեմ որտեղ են գնում ածելու, որովհետև երկուսն էլ այսօր պիտի ածեին ու ձենները լսել են։ Այսենց երկու առուն հավաքեցի, համարյա սրանք էլ արմատախիլ արված է, մնում է թելերը կտրեմ ու այս փայտերը հանեմ ու առանձնացնենք։ Ունենք դեռ 3 առու, չգիտեմ, մի փոքր էլ աշխատեմ, անցնեմ մնացած գործերին, որպեսզի հասցնեմ, երևի մնացածն էլ արդեն վաղը կանեմ։ Ու ունենք արդեն այսքան բերք։ Ասեք թփեր կան, որ ոնց որ ձեր տված չլինի, հենց նայեք։ Ու այս երկու օրվա մեջ համարյա այս թփի վրա բոլորը դեղնել են, կարմրել են։ Նայեք ինչ ասած պամիդորը։ Ես մի առուն էլ հավաքեմ, երևի վերևինը արդեն մնա։ Տեսնեմ ինչքան եմ հասցնում էլի։
Ասենց ճթովել կարամ տնեմ։ Երկու առուից այսքան պամիդորի թփեր եմ հանել ժողովուրդ ջան, ու այսպես տեղը ազատվեց։ Մնում է այս փայտերը տանենք, մաքրենք, դասավորենք։ Այսօր ավարտեմ սա, տանեմ տեղավորեմ ու անցնեմ մնացած գործերին։ Աշնանը շատ հավես է լինում, որ սենց այ նոր գցած շիվերից սկսում է մալինա գցել ու շատ համով է լինում։ Այնտեղ էլ կար, քիչ առաջ եմ հավաքել ու սրանք դեռ կհասցնեն։ Մինչև մութն ընկնել է, այս սենց ընդուշկեքին բաց եմ թողում, չգիտեմ, այս վերջում ավելի շատ ուշադրություն եմ դարձնում իրանց, բայց քանի որ հողամասը նաև սկսել է լավ կանաչել, փորձում եմ այդպես իրանց կանաչի պաշարը նաև այս տարբերակով լրացնել։ Այ տեսեք, սոխա ծլել ու ուտում է, սիրում են սոխա, այնեղ էլ մի քանի հատ մնացել է հողի մեջ ու ծլել է։ Նաև շաբաթ կիրակի պլանավորենք սոխել տնկենք, որպեսզի ձմռանը կանաչ սոխ ունենանք։ Հողի մեջ մնացածները այսպես դուրս են եկել։ Սրանք մինչև մութն ընկնելը կարածեն, կուշտ փորով արդեն կգնան, կթառեն։ Իսկ այս մեկը խղճիս վրա շատ ազդում է, իրան պետք է անհապաղ ուղարկել իր տեղը։ Ժողովուրդ ջան, հիմա ցույց եմ տալիս ելակի սացիները, որոնք ես եմ ստացել։ Նայեք, իհարկե արանքներում ամբողջը չի բռնել, սենց, բայց կան բռնածները։ Սրանք մոլախոտերից կազատեմ, եթե շաբաթ կիրակի հասցնեմ, արդեն իրանց տեղափոխեմ հողի մեջ, որ այնտեղ լավ աճեն, արմատային համակարգը ձևավորվի ու մյուս տարի արդեն գարնանը բերք տան։ Այսինքն ես տեսեք ստացա այս տարբերակով, ալբիոն տեսակի ելակ է, սացիլելու տեսանյութն էլ ալիքում կա, կարող եք նայել։ Տեսեք, կա նաև մանրները, որոնք բռնել են, բայց չեն աճում, կամ այ տեսեք, այստեղ չկա, արդեն չի բռնել։ Քիչ քանակությամբ են բռնել, բայց լավ է, մյուս տարի արդեն ես իմ ելակներից կունենամ արդեն իմ սացիլները։ Սրանք ես ձեռք բերեցի այդ տեղից ու փորձեցի սացիլել ու արդյունք ունեցա։ Այնտեղ էլ մի քանի հատ էլ այնտեղ կան։ Սամանի մեջ մի քանի մի բարի սացիլներ էր մնացել, որոնք ես չտեղափոխեցի հողի մեջ ու այսպես փոքր մնացել են։ Սրանք որոշել եմ ամանի մեջ դնեմ ու տանեմ տուն։ Տանը ձմռանը ինքը բերք կտա հաստատ։ Ամփոփեմ այսօրվա աշխատանքը բանջարանոցում, ժողովուրդ ջան։ Այ ներքևից երկու առու հավաքել եմ, մնացել է 3 առու երևում, ու նաև նախատեսում եմ այս սև պամիդորները ճթերով կտրեմ, սիրուն տանեմ, պատվալից կախեմ։ Այ տեսեք ինչ սիրուն ճթեր են, այսպես պատվալում սրանք ավելի լավ կհասնեն, որովհետև դրսում ոնց նկատում եք էլ չեն հասնում։ Մնում է սիրուն այսպես ճթերով կտրելու եմ, տանեմ հանգիստ պատվալում միտեղ կսարքեմ, կկախեմ։ Այսօր դա չեմ անի, շաբաթ կիրակի եմ նախատեսում, իսկ այսօրվա աշխատանքը ավարտեցինք, իսկ դուք կարող եք հավանել տեսանյութը, որևէ մեկնաբանություն թողնել եւ բաժանորդագրվել, եթե բաժանորդագրված չեք։ Լավ եղեք։